Սա գրքային բացահայտում։ Գագիկ Տեր-Ղազարյանի աշխատության մանրամասները նրա փոխարեն ներկայացնում է գործընկերը։ Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող Հովհաննես Պիկիչյանը Տեր-Ղազարյանին ճանաչում է ուսանողական տարիներից։ Ասում է, ավելի քան 100 տարի բաց մնացած խնդիրը լուծելու միտքը Տեր-Ղազարյանին հանգիստ չէր տալիս երիտասարդ տարիքից։ Տասնամյակների աշխատանք ու համառություն հայ ֆիզիկոսը հաշվել եւ սահմանել է աստղագիտական մարմինների հեռանալու իրական կինետիկ արագությունը։ Կորացած տարածության համար այդ բանաձևը չկար։ Հարթի համար դա պարզ է, դրա համար ամեն փոքր հեռավորության վրա դա հարթ է, բայց այդ փոքր հեռավորությունների հարթերը իրար որ գումարենք, կտա վերջավոր հեռավորությունը, այդ գումարումն էր գնում սխալ։ Տեր-Ղազարյանն այդ գումարման ամեն փուլում հաշվի առավ տարածության կորությունը։ Տեր-Ղազարյանի հոդվածը տպագրվել է միջազգային հեղինակավոր Gravitation and Cosmology ամսագրում։ 1929-ին ամերիկացի աստղագետ Էդվին Հաբլը հայտնաբերեց, որ գալակտիկան որքան հեռու է, այնքան շատ ունի կարմիր շեղում, հետևաբար գալակտիկան որքան հեռու է մեզնից, այնքան իր բնական վիճակից ավելի կարմիր է երևում։ Սա էլ ենթադրելու հիմք տվեց, որ տիեզերքը լայնանում է։ Հարցը այդ լայնացման արագության մասին է, որ եթե այդ z-ը 1-ից մեծ է ստացվում, ուրեմն դուրս է գալիս, որ պետք է լույսի արագությունից էլ մեծ արագությամբ հեռանա գալակտիկան, որը ֆիզիկական մարմին է 4 միլիարդ աստղ, ասենք, չէ՞։ Բայց գիտնականները այստեղ բախվում էին ֆիզիկայի հիմնարար սկզբունքին, ըստ որի նյութական առարկայի արագությունը չի կարող մեծ լինել լույսի արագությունից։ Տեր-Ղազարյանը ուշադրություն է դարձրել հենց այդ հակասությանն ու հարցին մոտեցել ֆիզիկայի տեսանկյունից։ Հաբլի օրենքի մեկնաբանման տարբեր ձևեր կան, երբ որ մենք ասում ենք լայնացում, այս դեպքում հասկանում են, որ մետրիկան է լայնանում։ Մետրիկա ասածը երկու մարմինների միջև եղած հեռավորությունն է, որոշակի իմաստով ընտրված։ Ուրեմն մետրիկայի լայնացումը դա ֆիզիկական մարմնի լայնացում չի։ Դա ժամանակատարածակային չափողության լայնացում է։ Դրա համար Տեր-Ղազարյանը փորձեց առանձնացնել նյութական մարմնի արագ շարժումը եւ ուրեմն այդ տարածաժամանակային այդ մետրիկայի լայնացումը, միավորի լայնացումը։ Այսինքն հայ գիտնականը սահմանել է հավասարում, որով հաշվարկվում է մարմնի հարաբերական արագությունը կորագից տարածություններում, ինչն ավելի քան 1 դար բաց էր Այնշտայնի ընդհանուր հարաբերականության տեսության մեջ, ինչպես ու ինչ տրամաբանություն գործի դնելով հնարավոր եղավ լրացնել հռչակավոր ֆիզիկոսի տեսությունը։ Եթե ուզում ենք մեծ հարաբերության վրա հաշվել, պիտի այդ փոքր հարաբերությունները հետևից գումարենք։ Բայց քանի որ ընդարձակվող է տիեզերքը, ուրեմն ամեն փոքր հեռավորություն անցնելուց նա ընդարձակվում է, չէ՞։ Այս երևույթը ճիշտ հաշվի առած չէր։ Տեր-Ղազարյանը դա հաշվի առավ։ Իսկ ինչ ասել է կորագից կամ կոր տարածություն, սա եւս բխում է ընդհանուր հարաբերական տեսությունից։ Յուրաքանչյուր մարմին իր զանգվածի հաշվին է կորացնում տարածությունը։ Պատկերացրեք մի հատ թաղանթ, բարակ, վրան մի հատ գնդիկ են գցում։ Այդ գնդիկը որ խորացավ, կողքը այդ թաղանթը փոխ է։ Այ պատկերացրեք այդ թաղանթը այդ տարածության ստրուկտուրան է, ոնց է կորանում։ Միջազգային ամսագրում հոդված ունենալը հեշտ չի եղել, պատմում է Հովհաննես Պիկիչյանը։ Նախ 8 ամիս գրախոս չի գտնվել։ Քչերն էին հայ գիտնականի բացահայտումը հասկանում ու ընկալում։ Դրսի մասնագետներից մեկն էլ փորձել է սխալ հանել Գագիկ Տեր-Ղազարյանին, բայց հայ ֆիզիկոսը համոզելու ապացուցել է աշխատության ճշմարտացիությունն ու ի վերջո Gravitation and Cosmology-ն տպագրել է հայ գիտնականի բացառիկ ու Այնշտայնի տեսությունը լրացնող աշխատությունը։ Սևակ Վարդումյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։